Սիրելի փոքրիկներ, ժամանակին օդար երկրի մեջ կապրեր փոքրիկ աղջիկը, որուն անունն էր Գարմիր Գլխարկ։ Այո, իրեն Գարմիր Գլխարկը կանչեին, որովհետև գեղեցիկ Գարմիր վերարկումը ուներ, Գարմիր Գլխարկով, որը իր մեծ մայրիկը իր սերքերով գարացեր իրեն։ Օրը Գարմիր Գլխարկին մայրը պատրաստեց շատ համով գարգանտակը եւ ասավ Գարմիր Գլխարկին. Գարմիր Գլխարկ, այս գարգանտակը մեծ մորդ դար, շատ կսիրե եւ քիչ մնալ հիվանդանալու համար շատ գոհ պիտի մնա։ Գարմիր Գլխարկը շուտով ջամփայելով անդարին ջամփուն վրա ծատ կրդելով գարաչանար թե հանգարց քայլը հերույն դեսելով Գարմիր Գլխարկին մոտեցավ եւ հարցուց. Ուր գոզ ես այսպես աճապարված այ աղջիկ։ Մեծ մայրիկիս մորս պատրաստած գարգանտակը գտանի մսավ Գարմիր Գլխարկը։ Արդյոք հերու կապրի, հարցուց քայլը։ Անդարին մյուս սայրը չրաղացին մոտ է իր դունը ըսավ Գարմիր Գլխարկը։ Ահա, ըսավ քայլը, բահմը մտածել է հետո։ Մեղք, իմ ջամփած չէ, երիտասարդով, ըսավ եւ գնաց։ Գարմիր Գլխարկը շարունակեց իր ջամփան, երկելով եւ հավաքելով ծաղիկներ իր մեծ մայրիկին։ Բայց չարքայլը արդեն հասավ մեծ մայրիկին դունը եւ զարգավ թուրը։ Ո՞վ է? Հարցուց մեծ մայրիկը Գարմիր Գլխարկին։ Ձեր փոքրիկ Գարմիր Գլխարկն է, պատասխանեց քայլը ցայնը փոխելով։ Բանալին տուրինքովն է, ար եւ բաց, ըսավ մեծ մայրիկը իր անգողինեն։ Քայլը շուտով դուրը բացավ, ներս մտավ, մեծ մայրիկին վրան հարցակեց եւ իրեն լավ մոդելը հետո իր քիշերանոցը հակվեցավ, կոծեց դուրը եւ մտավ անգողին։ Երբ վերջապես Գարմիր Գլխարկը հասավ դուն եւ զարգավ մեծ մայրիկին թուրը, ով է? Հարցուց քայլը խոշոր եւ խրբոտ ցայնով։ Մեծ մայրիկիս ցայնը քաշվեր է, մտածեց Գարմիր Գլխարկը, բայց պատասխանեց. Ես եմ Գարմիր Գլխարկը, ձեզ մորս պատրաստած գարգանտակը բերի։ Շուտ ներս մուտիր զավակս, որած քայլը։ Երբ Գարմիր Գլխարկը ներս մտավ, քայլը վերմագին տակը բահմդեցավ եւ ասավ. Գարգանտակը սեղանին վրաթիր եւ եկուր ինձի խոշոր համբույր մուտուր։ Գարմիր Գլխարկը մոտեցավ անգողինին եւ սկաց թե մեծ մայրիկը շատ դարբեր էր իր ծածան։ Մեծ մայրիկ, ինչ խոշոր թևեր ունիք, հարցուց Գարմիր Գլխարկը։ Քեզ ավելի լավ քրկելու համար է զավակս, ըսավ քայլը։ Մեծ մայրիկ, ինչ խոշոր ականջներ ունեք, քեզ ավելի լավ իմանալու համար է զավակս։ Մեծ մայրիկ, ինչ մեծ աչքեր ունեք, քեզ ավելի լավ տեսնելու համար է զավակս։ Մեծ մայրիկս, այդ ինչ խոշոր ադամներ ունեք, քեզ ավելի լավ ուտելու համար է, ըսավ քայլը եւ նետվեցավ Գարմիր Գլխարկին վրա։ Բայց ճիշտ այդ վարյանին որսորդ մգանցներ թուրին արջևեն։ Իմանալով ցայներ, ներս մտավ եւ ճիշտ ժամանակին ազատեց Գարմիր Գլխարկի քայլին ցերքեն։ Իր հրացանով մերցուց քայլին, ճեղքեց փորը եւ մեծ մայրիկը ողջ եւ առողջ դուրս ելավ։ Ինչ լավ։ Սիրելի փոքրիկներ, բոլորը գոհ էին, որսորդը գտաներ գեղեցիկ քայլի մորթիմը, մեծ մայրիկը գուդեր համով գարգանտակը, իսկ Գարմիր Գլխարկը գխոստանար շատ զգույշլալ եւ երբեք օդարներուն հետ չխոսիլ առանց իր զնողքին արդողությամբ։ Ուրախություն կմաղթեմ ձեզ, սիրելի փոքրիկներ։